Կարդում եմ պատվարժան դատարան։ Ոչ ոք չի ասում, ոնց կարող է հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին։ Սա ասում է մի մարդ, և դրանից առաջ, այո, ասում է, որ սա աշխարհում ռադիկալ իսլամիզմին է նմանեցնում և խոսում է հայ եկեղեցու մասին որպես օտար պետություն պետության մեջ։ Ուղղակիորեն առնչակցելով այս ամբողջ գործընթացին, ռադիկալ իսլամիզմ, համարում է մեկը ինձ, կոնկրետ, այո այդպեսը, ով ինքը իր վարկով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաները չասեմ։ Մեղադրում է մի անձ գործակալ լինելու մեջ, ում խմբակում անունով ազգանունով գործակալ կա, որը չի հերքվել։ Եթե պետք է անուն էլ ասեմ, չի հերքվել ուղղակի։ Մեզ մեղադրում է ասելով, որ ժողովուրդը մերժեց, ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դու ռմբահարեցիր, բանտարկեցիր, ամենավերջին աստիճան խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես։ Հիմա մեզ մեղադրում է մարդը, մի մարդ, մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, վաճառել, ով բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառ է դարձել, մի մարդ, ում պատճառով իմ երկիրը Հայաստան աշխարհը դարձել է էքսպերիմենտների օջախ, մի մարդ, ով սանձարձակությունն ունի բոլոր առումներով հայ եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում այս բոլորի համար պարգևավճարի են արժանացրել Աբու Դաբիում, մի մարդ, որը պարգևավճարների պաշտամունք ունի, այս մարդն է մեղադրում, և սրան ոչ ոք չի արձագանքում, ոչ մի, ոչ էլ որևէ մեկը։ Փաստորեն մեր երկրում որևէ ձևով որևէ մեկի իրավունքը պաշտպանված չի, որևէ մեկի, ոչ անձնական, ոչ էլ հավաքական իմաստով։ Դա նորից եմ ես վերահաստատում։